Ժամանակակից Եվրոպան բացահայտորեն կանգնած է հանցավորների կողքին, ուղին պարզ է, լուծումը ակնհայտ։ Եթե Բրյուսելը ցանկանում է վերադառնալ եվրոպական արժեքներին, ապա առաջին քայլը ժողովրդավարությունը ճանաչելն ու հարգելն է, գրում է Շալվա Պապուաշվիլին սոցիալական ցանցում։ Ըստ Պապուաշվիլիի, Բրյուսելը շեղվել է ընդհանուր եվրոպական արժեքներից, որոնցից գլխավորը ժողովրդավարության նկատմամբ հարգանքն է։ Անհնար է հարգել ժողովրդավարությունը եւ միևնույն ժամանակ միջամտել այլ ժողովուրդների ընտրությանը։ Այն ձևը եւ ինտենսիվությունը, որով Բրյուսելը եւ նրա որոշ դեսպաններ միջամտեցին 2024 թվականի ընտրություններին, խախտում է ինչպես ՄԱԿ-ի կանոնադրությունը, այնպես էլ Վիեննայի կոնվենցիան, կարդում ենք խորհրդարանի նախագահի հայտարարության մեջ։ Միասնական ազգային շարժումը ընդդեմ վրացական երազանքի սահմանադրական դատարան հայց կներկայացնի։ Լևան Բեժաշվիլիի խոսքով կուսակցությունը այս որոշումը կայացրել է միջազգային գործընկերների հետ խորհրդակցությունների արդյունքում։ Նրա խոսքով բողոքը կներկայացվի մի քանի փուլով։ Առաջին փուլում կբողոքարկվի այսպես կոչված Ծուլուկյանի հետաքննչական հանձնաժողովի եզրակացությունը, երկրորդում այն օրենքները, որոնցով վրացական երազանքը արգելում է կուսակցությունները, իսկ երրորդում անմիջական օրեն կվերաբերվի վրացական երազանքին։ Որն է ընդդիմության ծրագիրը, առհասարակ հնարավոր է տեսնել միասնական ընդդիմություն։ Ազգային շարժումը համաձայն է Միխեիլ Սահակաշվիլիի կոչերին, չնայած տարաձայնություններին միավորվել, մինչդեռ Գյորգի Գախարյայի թիմը դեմ է միավորմանը։ Իշխող թիմը հայտարարում է, որ ընդդիմադիր կուսակցությունները ոչ մի շանս չունեն։ Բեռլինում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերին խորհրդակցությունների կանչելը շատ հստակ դիվանագիտական ուղերձ էր Վրաստանի ղեկավարությանը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակի այս հայտարարությունը Թբիլիսիում դարձել է քաղաքական գնահատականների թեմա։ Խոսնակի խոսքով Վրաստանի կառավարությունից կա հստակ սպասում, որ դեսպանի նկատմամբ անձնական հարձակումները կխուսափվեն։ Գործակալությունը նաև նշել է, որ բանակցություններ են վարվել Վրաստանի կառավարության հետ։ Մենք այժմ գնահատում ենք Վրաստանի ղեկավարությանը նրա գործողություններով, մենք դրանցից հետագա եզրակացություններ կանենք, ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ Քրիստալ գրուպի սեփականատերը Վլադիմիր Ստեփանյանը դատապարտվեց ազատազրկման, քանի որ Ստեփանյանը վտանգ է ներկայացնում վկաների վրա ազդելու, ապացույցները ոչնչացնելու եւ թաքցնելու համար։ Դատավարության ժամանակ Ստեփանյանը օգտվել է լռելու իրավունքից։ Փաստաբանը միջնորդել է Ստեփանյանին ազատ արձակել 500,000 լարի գրավի դիմաց։ Դատախազությունը Վլադիմիր Ստեփանյանին մեղադրում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության եւ ապօրինի եկամուտների օրինականացման մեջ, մինչդեռ փաստաբան Թամար Մերլանիի խոսքով հողատարածքը, որտեղ Ստեփանյանը շինարարական աշխատանքներ էր իրականացնում, նրա սեփականությունն էր։ Դատավարության ընթացքում հայտնի է դարձել, որ Ստեփանյանը կառուցել է ավելի շատ բնակելի շենքեր, քան թույլատրելի էր օրենքով թույլտվությամբ։ Ստեփանյանը այս փաստը չի հերքել։ Ըստ դատախազության պարզվել է, որ Քրիստալ գրուպի մի մասը կազմող Բակուրյանի Բիզնես Գրուպ ՍՊ-ի հիմնական գործունեությունը Բակուրյանի բնակավայրում հյուրանոցային տիպի բնակելի համալիրների կառուցումը ու հետագա վաճառքն էր։ Դատախազության տվյալներով Ստեփանյանը աստիճանաբար օտարացրել է անօրինական կառուցված բնակելի տարածքները։ Այս կերպ Բակուրյանի Բիզնես Գրուպ ՍՊ-ն ստացել է խոշոր չափի եկամուտ՝ 1,894,925 լարի։ Ստացած խոշոր գումարներին օրինական ձևակերպում տալու համար մեղադրյալը գումարի մի մասը մուտքագրել է Բակուրյանի Բիզնես Գրուպ ՍՊ-ի բանկային հաշիվներին, իսկ մի մասը փոխանցել է անձնական սեփականության տակ գտնվող հաշվեհամարներին։ Մեղադրանքը ճանաչելու դեպքում Վլադիմիր Ստեփանյանին սպառնում է 9-ից 12 տարի ազատազրկում։ Կոռուպցիայի դեմ պայքարի մասին Վրաստանի օրենսգրքում կատարված փոփոխությունները քննարկվել են երրորդ լսման ժամանակ եւ աջակցվել են իրավական հարցերի հանձնաժողովի կողմից։ Փոփոխության համաձայն պաշտոնական կամ ֆինանսական հանցագործություններ կատարած անձիկ պետք է լրացնեն հայտարարագրեր եւ տեղադրեն տեղեկատվություն իրենց անշարժ եւ շարժական գույքի, ինչպես նաեւ փոխանցումների միջոցով ստացված գումարների մասին 30 տարվա ընթացքում։ Նախաձեռնությունը պատկանում է վրացական երազանքին։ 2026 թվականի պետբյուջեի նախագծի վերանայված տարբերակը քննարկվել եւ աջակցվել է ֆինանսների եւ բյուջեի հանձնաժողովի կողմից։
Ֆինը հիմնական ֆինանսական փաստաթուղթը падգամավորներին ներկայացրել է Գյորգի Կակաուրիձեն։ Նրա խոսքով դիտողությունների մեծ մասը կարտացոլվի բյուջեի վերջնական տարբերակում, որը 2 շաբաթվա ընթացքում կներկայացվի օրենսդիր մարմին։ 2026 թվականի պետական բյուջեն նախատեսված է 5% տնտեսական աճի համար։ Համախմբված բյուջեի ծախսային մասը աճում է 3 միլիարդ լարիով եւ կազմում է ավելի քան 35 միլիարդ լարի։ Տնտեսությունը, առողջապահությունը եւ սոցիալական հարցերը մնում են առաջնահերթություններ։ Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահին Նիկոլյա Սարկոզին վաղաժամկետ ազատ արձակեց բանդից։ Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ դատարանի որոշմամբ Սարկոզիին կենթարկեն դատարանի հսկողության։ Ֆրանսիայի նախկին նախագահը այսօր դուրս կգա բանդից, նրան արգելվում է լքել Ֆրանսիան եւ որևէ շփում ունենալ իր գործին առնչվող անձանց հետ։ Նրան նաև արգելվելու է հանդիպել Ֆրանսիայի արդարադատության նախարարության պաշտոնյաների հետ։ 40-օրյա շատդաունի ավարտ ԱՄՆ-ի սենատորը օրենք է ընդունել, որը կառավարության վերաբացման առաջին քայլն է։ Դեմոկրատների մի փոքր խումբ աջակցել է հանրապետականներին համաձայնություն ստանալու հարցում։ Տեխասի սենատոր Ջոն Քորինը, որը մտել է պալատ, հայտարարել է նախագծին իր աջակցության մասին, որը հանրապետականներին եւ որոշ դեմոկրատներին տվել է ընթացակարգային քվեարկությունը աջակցելու համար անհրաժեշտ 60 ձայնը։ Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն լայնածավալ խուզարկություններ է անցկացնում։ Խուզարկություններ է անցկացվել նաև Զելենսկիի մտերիմ ընկերոջ գործարարի տանը։ Քննչական գործողություններ են իրականացվում նաև էներգետիկայի նախկին եւ ներկայիս նախարարի տանը։ Խուզարկություններ են անցկացնում Էլեկտրոատոմում։ Ինչպես նշում է քննչական գործակալությունը, հետաքննության շրջանակներում բացահայտվել է ռազմավարական պետական ձեռնարկություններում գործող խոշոր կոռուպցիոն սխեմը։